Ստամբուլի Չրաղան պալատում Երևանի ժամանակով 14:00-ից մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը, մարտադաշտում եւ հակամարտող երկրների ամբողջ տարածքում ուժգու հարվածների փոխանակման ֆոնին։ Նախորդին Ուկրաինան իրականացրեց ամբողջ պատերազմի ընթացքում թերևս ամենամասշտաբային գործողությունը։ Հարձակումների ենթարկվեցին երկրի կենտրոնական շրջաններից մինչև հեռավոր արևելքում գտնվող 5 ռուսական ռազմական օդանավակայաններ՝ Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովայի, Ռիազանի եւ Ամուրի մարզերում։ Սա Սիբիրի թիրախավորման առաջին դեպքն էր հակամարտության ընթացքում։ Կիևի տվյալներով սարդոստային գործողության շրջանակում ոչնչացվել են 41 ռազմավարական կործանիչներ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախորդին իրականացված սարդոստային գործողությունը կմտնի ռազմական դասագրքեր։ Նա նշել է, որ Ռուսաստանի ռազմական օդանավակայանների վրա հարձակումը ծրագրվել է 1.5 տարի առաջ եւ փայլուն արդյունք է ունեցել։ Ի պատասխան ռուսական հրթիռները հարվածել են ուկրաինական ցամաքային զորքերի ուսումնական կենտրոնին, զոհվել է 12 մարդ, 60-ից ավելին վիրավորվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է հարձակումները, նշելով, որ Իվանովայի, Ռիազանի եւ Ամուրի մարզերում հարձակումները ձախողվել են, իսկ Մուրմանսկի եւ Իրկուտսկի մարզերում մի քանի ինքնաթիռ է վնասվել։ Գործողության մի քանի մասնակից ձերբակալվել է։ Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում խոցվել է ռեկորդային քանակի 316 ուկրաինական դրոն։ Մինչ այդ Բրյանսկի եւ Կուրսկի մարզերում կամուրջներ էին պայթեցվել։ Վերջին դեպքերի առիթով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ցավակցել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այսօրվա բանակցություններին ուկրաինական պատվիրակությունը գլխավորում է պաշտպանության նախարար Ռուստամ Ումերովը։ Պատվիրակությունը կազմում է 14 մարդ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Կիևի գլխավոր առաջնահերթությունների շարքում են լիակատար եւ անհապաղ հրադադարը, ռազմագերիների փոխանակումը, բոլոր ապօրինաբար տեղանված ուկրաինացի երեխաների անվերապահ վերադարձը եւ քաղաքացիական պատանդների ազատ արձակումը։ Ուկրաինան պահպանում է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ին անդամակցության իրավունքը, մերժում է կորցրած տարածքների ճանաչումը եւ պահանջում փոխհատուցումներ։ Մոսկվան հակադրություն պահանջում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակ, ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարում, ինչպես նաև Ղրիմի եւ Դոնբասի ճանաչում Ռուսաստանի մաս։ Պատվիրակությունների հանդիպումը մեկնարկել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի ուղերձով։ Դավիթ Գենջյան, Reopen Media։